Հայոց լեզուն, հայոց այբուբենը։ Միակ լեզվային համակարգն են գրավոր խոսքի և բանավոր խոսքի, որը կոչված է արտահայտելու երևույթի էությունը, այսինքն հայերենով ասված որից է բառ, եթե երևույթի էությունը չի ցուցանում, դա հայերեն չէ։ Հայոց լեզվով Աստծո անունը Աստված ենք արարիչին, արարողին համարում։ Աստված, երբ որ Աստված բառից օտարում ենք տ տառը, ստացվում է ասված, այսինքն ինչ որ հղում անում է Հովհաննես Ավետարանիչը, որ ի սկզբանե խոսքն էր, եւ խոսքը Աստված էր, եւ խոսքը մարմին եղավ, իդեմս Հիսուս Քրիստոսի, հետևաբար Աստվածը, Աստծո առկայությունը եւ փնտրտուքը դա Աստվածի մեջ է, Աստված խոսքի, այսինքն Աստվածաշունչը, դա Աստվածաշունչ է, Աստվածի շունչն է, այնտեղ է Աստծո ճանաչելու, բացահայտելու տեղը, միայն ամբողջ տեզերքում։ Այդ պատճառով Հովհաննես Ավետարանիչի հայտնության մեջ ասում է ես եմ այն որ է, այսինքն էությունների մեջ է Աստծո դրսևորումը, ֆիզիկական կամ մասնավոր հատկանիշերի տեսքով անձնավորած փնտրել Աստծուն, դա սատանայի գործ է, պարզապես։ Օրինակ բերեմ հայոց լեզվից բառեր, որոնք էություններն են բնութագրում, օրինակ, կորիզ բառ ունենք, կորիզ, այսինքն բառի մեջ դրված է երկու արմատ, կոր և իզ, կոր նշանակում է կորագիծ, իզ նշանակում է հետագիծ, հետք, գիծ, ստացվում է, որ Աստված, երբ որ բնակեցրել է երկիր մոլորակը, ոչ թե չինարի ծառ է բերել տնկել, այլ կորիզների է վերածել ամբողջ կյանք երևույթը հողագնդի վրա և ամեն մեկ կորիզի մեջ մեկ կյանք է դրել, մեկ կորգից, ինչպես գիտենք Աստված մտածում է կորագից և պարբերություններով է իր ամբողջ արարչագործությունը կառուցել։ Հետևաբար կորիզ բառի մեջ դրված է մեկ հատ աստվածային կոր, կորիզը աճեց, ավարտվեց կյանքի հետ մի դրսևորումը, ինքը ծնեց այլ կորիզներ, ասենք ծիրանենին, և շարունակականությունը ապահովեց այս կերպ։ Նույն կերպ մարդկության համար հազարամյակներ խնդիր է ինչ է եդեմը։ Եդեմը դա մարդկությունը փնտրում է աշխարհագրական դրախտ եդեմ անվամբ, բայց հարկավոր է փնտրել իմացական դրախտ, էությունների ճանաչման դրախտը։ Երբ որ եդեմ կարգաթվերը գումարում ենք, ԵԴԵՄ, կարգաթվերի գումարը կազմում է 36, որը մեսրոպյան այբուբենն է, Աստծո կողմից տրված։ Այսինքն հայոց այբուբենը դա էությունների համակարգ է և էությունների լեզվի գրավոր համակարգն է։ Մարդկության համար տարիներ, հազարամյակներ ի վեր գերգաղտնիք է եղել կենաց ծառը։ Ինչ է կենաց ծառը էությունների տեսանկյունից, տրամաբանությամբ։ Երբ որ դիտարկում ենք արարչագործության սկիզբը ծննդոց գլուխ, այնտեղ ասվում է, որ Աստված Ադամի օսկորներից ստեղծեց կնոջը, կենը ստեղծեց, որը նշանակում է կյանք։ Երբ որ բառն ենք դիտարկում, ստացվում է օսկոր, օս որպես առանցք և կոր որպես կորի առանցք։ Վիրած հայության բարբառում և էլի հայոց բարբառներում ոսկրին ասում են օսկոր, կորի առանցք։ Եվ կին, ոչ թե կին, այլ կեն,
կեն է, մենք կնոջ ասում ենք կին, բայց դա կեն բառն է, այսինքն կենածառի սկիզբը, հիմքը դա կինն է, բանից պարզվում է, կեն։ Շատ հետաքրքիր է, որ դա գեն բառն է, գենետիկայում օգտագործվող, երբ որ կեն կարգաթվերը գումարում ենք, ստանում ենք քրոմոսոմների քանակը 44, մարդու մոտ դա 46-ն է, XY քրոմոսոմներ կան, որոնք օգտագործվում են միայն տեսակի վերարտադրման ժամանակ, գործող ռեալ կյանքում գործելու համար օգտագործվում է 44-ը, 22 հանդիպակաց 22, այսինքն կեն բառի մեջ դրված է նաև գեն բառի խորհուրդը, գենետիկայի հիմքը, փաստորեն։ Ինչ է կատարում ռեալ կյանքում, որտեղ է կենաց ծառը։ Բանից պարզվում է կենաց ծառը դա կյանքն է։ Հայոց բարբառներում օգտագործում է ոչ թե ասում են կյանքիդ մեռնեմ, այլ կենքիդ։ Աստված ինչ կարգի կենաց ծառ է ստեղծել եւ հայերս ինչ կերպ է տնօրինում Աստծո կողմից նախասահմանված կենաց ծառի խորհուրդը։ Աստված կնոջով արարում է մարդ։ Կինը բաղադրված է երկու մասից, երկու հոգու մասից, մեկը արարչային տարածք, մեկը մարդ արարած տարածք։ Արարչային տարածքը դա մայրատունն է, Աստված մայրացնում է կնոջը, երբ մայրության ժամանակ կինը ի վիճակի չի ինքը իսկ միջամտելու իրենով արարվող նոր մարդու արարչագործությանը, ինքը վկա է և կրոն է այդ ամեն ինչի։ Երբ որ նոր մարդ աշխարհ է գալիս, Աստված այն կերպ է կառուցել կենաց ծառը կյանք, այսինքն, որպեսզի ամեն յուրաքանչյուր արարված մարդ գնա դեպի իրեն, դեպի Աստծուն եւ իր մեջ բացահայտի աստվածային զորությունները եւ էությունները։ Ինչ է կատարվում։ Մայրը ամեն օր բջիջ հավաքելով 9 ամսվա ընթացքում ստեղծում է հողից ջրից մարդ, մորով, մայրով։ Նոր արարված մարդուն տիեզերքում ոչ մի համոզիչ բան չկա, որ իր Աստվածը մայրը չէ։ Ինքը գիտի, որ ամեն օր իր բջիջները հավաքել, հողից ջրից մայրն է հավաքել։ Երբ որ աշխարհ գալուց հետո իր Աստծուց, մորից, աշխարհից գոհ, իր Աստծուց գոհ, իր Աստծուց կաթ է խմում, մեկ էլ նայում է, որ կողքը կա մեկը, դա ամուսնու մասին է խոսքը, հայրը, այն կողքը կանգնած մեկը կա, որ իր Աստվածը նրան ասում է Տերին։ Կամաց սկսում է հասկանալ, որ այդ իր Աստվածը մայրն է, բայց կողքին մեկը կա, իդեմս հոր իր, որ իր Աստվածը նրան ասում է Տերին, այսինքն ավելի վեր կանգնած կատարյալ երևույթ կա։ Եվ սա մայր Աստծուց ազատագրվելու միակ, դուրս գալու միակ ճանապարհն է իդեպ։ Ապրելով նոր արարված մարդը, ճանաչելով հորը, սկզբից մորը որպես Աստված, հետո հորը որպես իր Աստծո Տեր, հետո մի օր էլ պարզում է, որ իր հայրը շարքային տղամարդկանցից մեկն է, մարդ է պարզապես, թողում է հորը եւ գնում է սիրաբարի իհարկե գնում է փնտրելու իր բաժին Աստծուն։ Եթե մայրը հզոր է, չի թողում ազատագրվի իրենով արարված մարդը, եւ նոր արարված մարդը մնում է մայրապաշտ, իր Աստվածը մայրն է, արդյունքում առաջանում է հասարակություն մարդ, որը հավատամքով դա մայրապաշտ է։ Եվ մոր խնդիրը հազարամյակներ հայ ընտանիքում եղել է մեկ բան, առավելագույնս սիրաբար իրենից ազատագրել իրենով արարվածին, ուղարկել դեպի հայրը ընտանիքի, որից հետո տիեզերք դեպի հայր Աստծո ճանաչումը։